Բարելույս Հայաստան, բարելույս իմ հզոր հայացք, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր մեկ անգամ եւս նորից եւ նորից կխոսենք Քարոզ Արշավի մասին, ինչ է կատարվում, ինչ է անում Քանդիր պետություն կուսակցությունը, ինչ է անում դիմությունը, ընդդիմությունը եւ ընդհանուր կամփոփենք այս երկու օրվա իրենց տարած այսպիսի ասած աշխատանքները։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ մինչև այս մեր թեմային անցնելը երկու հարց հղեմ կառավարությանը, իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ մեկնաբանեն ձեր աշխատակիցները, ձեր թիմակիցները ինչ են նշանակում, որ գալիս է Թուրքիայից լրագրող, գաղտնի, ունենում եք հանդիպումներ, ինչ են ձեզ խորհուրդ տալի, ինչպես են խորհուրդ տալի, ինչ եք մտածում անել, բայց դրա մասին մենք իմանում ենք ամենավերջում։ Ինչպես ուզում էիք թաքցնեիք Մուստաֆայևի գալը, այդպես է դուք թաքցրեցիք Էրդոգանի մտերիմ լրագրողի գնալը։ Այնուհետև ասում եք, որ դուք գործակալներ չեք Թուրքիայի, չեք հավատում, տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Էրդողանին մոտ կանգնած թուրք լրագրող Բարչին Յենաչը գաղտնի ժամանել էր Հայաստան, արևմտյան լրատվամիջոցների շրջագայության անվան տակ։ Նա հանդիպել է պաշտոնյաների եւ ընդդիմության հետ, ինչպես նաեւ այցելել է խորհրդարան։ Այցը չի լուսաբանվել տեղական լրատվամիջոցների կողմից։ Թուրքիա վերադառնալուց հետո նա հոդված է գրել, որում Իբաչկոնին ամրացրել է Հայաստանի քարտեզը առանց Արցախի։ Տեքստում նա ակնարկել է, որ Սփյուռքը դեմ է Փաշինյանի Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությանը։ Յենաչի տեքստերի եւ Փաշինյանի հայտարարությունների միջև չափազանց շատ նմանություններ կան։ Իշխանությունները ոչ միայն հյուրընկալում են Էրդողանի շրջապատի լրագրողին, այլև օգնում են նրան ընտրություններից առաջ տեղեկատվություն հավաքել։ Հարցն այն է, թե ով է պատվիրում այս հոդվածները եւ ինչ նպատակով։ Միացեք մեզ այստեղ եւ կիմանաք այն, ինչ ուրիշները չեն ասում։ Տեսակ Նիկոլ Փաշինյան, ոչ մի անձնական բան, ընդամենը փաստեր։ Ինչ էր եկել լրագրողը, ինչ էր ասում կամ ինչու դուք Նիկոլ Փաշինյան եւ ձեր լրատվականները չլուսաբանեցին այս տիկնոջ այցը Հայաստանից Հանրապետություն։ Դա առաջին։ Երկրորդը Նիկոլ Փաշինյան, Եվրոտեսիլի ժամանակ Հայաստանը ներկայացված էր Ադրբեջանի դրոշի տակ։ Ինչու Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում դրան, Նիկոլ Փաշինյան, բայց դրան արձագանքում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական պետության դեսպանատունը։ Չեք հավատում, կրկին տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Հայաստանում Իրանի դեսպանատունը արձագանքել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանը Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։ Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել։ Հայաստանը պատմական ու քաղաքակրթական ազգ է եւ Իրանը միշտ կանգնած է եղել նրա կողքին, ասված է արձագանքման մեջ։ Հիշեցնենք, որ իսրայելական Կան 11 պետական հեռուստաալիքը Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստան ու Ադրբեջանը ներկայացրել են նույն Ադրբեջանի դրոշի ներքո։ Տեսակ Նիկոլ Փաշինյան, սա երկրորդ հարցն է, ինչու եք լռում, դուրերդ գալիս է, պարոն Փաշինյան, որ Հայաստանը արդեն Ադրբեջանի դրոշի տակ է։ Սա մեծ քաղաքական սկանդալ է, Նիկոլ Փաշինյան, եթե այդքան ձեր ուղեղը աբառոտ չի անում, ապա ես ձեզ հուշում եմ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն է, որը որ գոռում է, գոչում է, ճչում է, որ նա շատ է սիրում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, հիմա տեսնենք ինչպես են վարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Խնդրեմ 3 տեսահոլովակ։ Ասեք, ինչ հարց կա։ Արադ Միրզոյանը ասում է, որ մենք անկլավներ տարածքներ ունենք Հայաստանի տարածքում։ Ասեք, որ տարածքների մասին ափոսել։ Հիմա այդ հարց ուղղակի բոլորս իմանանք, բոլորը քվեարկելով մեկ ինչ տարածքներ ենք անցնելու։ ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին խոսք լինել չի կարող։ Մենք մի րոպե նայեք, մենք ինքներս ունենք խնդիր, Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է եւ եթե մենք հրաժարվենք չենք կարող ասենք հրաժարվել, չենք կարող ասել Արցվաշենը չկա, Հիմա ինչպես չեն կարող հրաժարվել, բայց մեր տարածքում ասեք, որ տարածքն է, որ
Ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արտվաշենը հետա գալիս ամբողջությամբ, չի կարա չգա, չի կարա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթարված է։ Չէ՞ որ ստեղից դուրս գալու են, պարոն Փաշինյան։ Եղբայր, հիմա մի րոպե, հարց եք տալիս, պատասխանը լսեք։ Մեր տարածքները կոնֆլիկտը հաղթարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Մենք ասում ենք Արտվաշենից դուք հրաժարվում եք, այո։ Դե ուրեմն Արտվաշենը Ոչ միայն Արտվաշեն, նույնիսկ Արցախից չեմ հրաժարվում։ Ուրեմն ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մասին եւ ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրանք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Չէ՞ ճանաչում։ Ով ասում։ Կարողացան Ադրբեջանը տասի Չկա տենց բան։ Չկա, այդ մեր ընդդիմությունն է ասում տենց բան։ Ինչքան ստեղ մենք ասում ենք Բաքվի փախստականներ Սումգայիթի, Նախճեվանի, Ղարաբաղի եւ այլն, դրա համար մենք ասում ենք ռազմավարական գործարքերությունը հետա։ Երկու երկրները կենտրոնանում են իրանց միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա եւ ժողովուրդները, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ եւ կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պանդուխտի գաղթականի տրամաբանությունից եւ այդ էջերն էլ փակում ենք։ Նույնն էլ վերաբերվում է Ադրբեջանին, այսքանը։ Ձեր իրավունքն է, ձեր իրավունքն։ Երևանի կենտրոնում մենք կողմնակից չունենք։ Պարոն Փաշինյան, ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Նմանապես Չնեք ամփոփանքներ զգուշ եղեք։ Ես շատ անհանգիստ եմ դեր համար։ պետք չէ անհանգստանալ։ Չէ։ Պետք չի։ Որտեղ էլ պետք է։ Սենց աջակցություն էներգիա որ կա։ Առողջ մնացեք։ Մենք էլ Խոնարհում ես ձեր։ Ռուսաստանից։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Սպիրտն ապրովեն։ Այստեղ կլիպսով եւ կրծքերը լիքը կան, իրանց զաքերով։ Ես ձեզ շատ հարգում եմ, ես մի անգամ չեմ ասել, որ ընտրելու եմ ձեզ։ Ուզում եմ, որ դուք իմանաք ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին։ Այս ամեն շունը 25,000 դրամ է։ Այ հեսա, խնդրում եմ նկարեք։ Հենա շունը։ Եվ պարոն Փաշինյանը տեղյակ չի, ես համոզված եմ։ Եվ ազգային ժողովը օրենք կա ընդունել, որտեղ կետ կա, որ վերահսկողությունը նորից լինելու է համայնքների վրա, այսինքն կոռուպցիայի ռիսկով օրենք կա ընդունել, այսինքն տենդերներով շատ կազմակերպությունները չեն ստեղծացնում, կլիպսը խփում են, շները ծննդաբերում են, խնդրեմ, եկեք համեցեք նկարահանեք, պարոն Փաշինյան, ձեզ էլ կխնդրեմ, հեսա մեր շունիկին քաշ ենք նկարահանել, ուղղակի ձեր աչքով տեսնեք, խնդրում եմ, լրիվ նորմալ շունը կլիպսով, ուղղակի ծննդաբերած։ Ես հանձնարարել եմ։ Դուք ես բազմաթիվ ասել եք, որ հանձնարարել եք։ Առ այսօր որևէ մեկը իմ հետ չի կապնվել եւ շները շարունակում են։ Չէ, հանգիստ։ Մի հատ կարանք այդ շանը վերցնենք, որ չգնա ոչ մի տեղ, որ ստուգենք։ Խնդրեմ, ես ասում։ Ձեզ հետ է ենթարկվում է ձեզ շունը։ Ինքը դրսի ամբողջն է, որոնց մենք կերակրում ենք եւ կերակրելու ընթացքում հայտնաբերում ենք, որ իհարկե ենթարկվում ենք, իրան քննարկել ենք։ Մեր վերահսկողական մարմինների ոստիկանությանը տվեք շանը, ես հենց այդ շան օրինակով այդ համարով կգնամ։ Նա կարա կազմակերպել։ Գիտեք ցավալի որն է, ես գնում
Նիկոլ Փաշինյան, ասեք լավ, սպիրտը ուզեցիր, չես կարա ասես, որ զզվում էիր Հայաստանի Հանրապետության քաղաքացուց Գիգենյայից ելնելով մաքրեցի, բայց երեխուն ես շպրտելը կողքին ինչ կասեք, պարոն Փաշինյան, կամ ես տիկինը, որ ձեզ հայտարարություն անում, որ դա կոռուպցիա է, ուղղակի շանը չիպս են արել, բայց շունը ծննդաբերել է, տեղիցդ չես հելնում Նիկոլ, տեղիցդ չես վերկանում Նիկոլ Փաշինյան, դա վերաբերմունքն է, գուգոն կասի, նորոն կասի, ես ինչ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ու այդ հետույքով ուզում ես վերաընտրվես Նիկոլ, պրծել ես Նիկոլ, պրծել ես, հիմա ես ուզում եմ ասեմ ձեզ մեկ նորություն ևս, Նիկոլ Փաշինյանը խոսում է ընտրակաշառքից անդիմությունը, որը որ բաժանում է, համացանցերում շատ կան ձայնագրություններ, մյուսը, բայց Նիկոլ Փաշինյան, մեկ հարց ևս առաջացավ, ինչու դուք և ձեր համապատասխան մարմինները չեն հրապարակում ձեր ձայնագրությունները, ձեր կողմնակիցների ձայնագրությունները, չկան, բայց տեսա հոլովակներ և փաստեր կան, խնդրեմ, թե ինչպես են հրահանգել դասատուներին, նրանք մանկավարժ չեն, եթե մի մարդ, որը դաս է տալի աշակերտների մտնում է քաղաքականություն, դրանք արդեն դասատու են, մանկավարժ չեն, մանկավարժը պետք է լինի քաղաքականությունից դուրս, Նիկոլ Փաշինյան, խնդրեմ այսպես է հոլովակը։ Իշխանություն լրատվականը գրում է. Լրատվականին հայտնել են, որ Ապարանի ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Հովհաննիսյանը քիմիայի ուսուցչուհու Նարինե Հովհաննիսյանի հետ դադարեցրել է դասապրոցեսն ու աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին, որտեղ աշակերտները դրոշներ են ծածանել։ Իշխանություն լրատվականին հայտնել են, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՔՊԱ-կան է, իսկ քիմիայի ուսուցիչը դպրոցի տնօրենի քույրիկն է։ Նշենք, որ News-am-ը ևս արձագանքել էր, որ Ապարան խոշորացված համայնքի 3 դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Հատկանշական է, որ նույն օրը իշխանություն լրատվականի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հերքել էր այն տեղեկությունները, թե դպրոցների տնօրեններն ու աշակերտները աշխատանքային ժամերին մասնակցում են քարոզարշավին։ Փոխնախարարը վստահեցրել էր, որ նման դեպքեր գոյություն չունեն, իսկ տարածվող լուրերը որակել էր որպես հերյուրանք։ Տեսակ, սիրելի բարեկամներ, հետո ասում են մենք արդար ենք, հետո են մի հատ առողջապահության նախարար ունեն, նրան հարց են տալի ինչպես կմեկնաբանեք, ծառայողական քննություն է ընթանում։ Ինչ ծառայողական քննություն։ Ինչ ծառայողական քննություն։ Դուս բեդ տիկին գարեջուր սիրող բեդ Եթե հավաքում եք բոլորին, օրենքի առջև բոլորը հավասար են բոլորին, ինչու չեք անում։ Տեսեք, ես ողջունեցի երեկվա իմ հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի նախագիծը, որ պետք է ավելացնել, հələ մի բանի ասեցի քիչ է, շատ պետք է, 10-20 տարի տվեք, որպեսզի կաշառք, ոչ տվողը տա, ոչ վերցնողը վերցնի։ Որ լավ բառ է անում եք, տենում եք, ես մեկնաբանում եմ և արձանագրում եմ, որ դա ճիշտ եք արել, իսկ դուք ձերոնց ինչ եք պարտկում, տիկին առողջապահության նախարար։ Սիրելի բարեկամներ, հիմա մի նկար կտեղադրեմ, այդ նկարում բոլորը գրեթե հայտնի դեմքեր են, որոնք ընդդիմություն են, և այնտեղ կան 1-2, կարծեմ 3 կուսակցություններ, ովքեր մասնակցում են 2026 թվականի հունիսի 7-ի գալի կտրություններում։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ սիրելի բարեկամներ, թե ինչ ընդդիմություն է և ում են տալու իրենց ձայները։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Լից, բաժակս լից, խմենք մի 50 ձերքեն ացալինի, թանկագին ընկերություն, լից, բաժակս լից, խմենք մի 50 ձերքեն ացալինի, թանկագին ընկերություն։
Տեսակ սիրելի բարեկամներ, չխափնվես իմ սիրելի հիանալի հայ ազգ, չխափնվես։ Չեմ կարող չհիշել լեգենդար հրամանատարին Լեոնիդին եւ իրեն ասած բառերը, որոնք այսօր շատ ակտուալ են։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Մինչև հիմա միայն անձնել ենք հողերը թշնամու։ Հողերը եւ հոգեբանությունը նենց է, որ դիմադրական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ մինչև գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձր աստիճան, կառավարական եւ այլն մակարդակով, որ մտածում են, թե մենք պետք է մեր հայ դատից հրաժարվենք։ Դա նրանից է գալիս, որ մեր ազգի ինտելիգենցիան հիմնականում ցածր ոգուտեր մարդիկ են, չեն մարտնչելու ձևն ու վիճակը չգիտեն։ Համար այդպիսի բաներ կարող է պատահի շատ։ Որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է, ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ։ Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնի Շահումյան Գետաշեն Արցախի հանձնում։ Լսեցիք ինքներդ, սիրելի բարեկամներ, իսկական հայի տեսակը սա է։ Սա է իսկական հայի տեսակը։ Եվ մենք կանք, դեռ մենք կանք։ Իսկ քանի որ մենք կանք, ուրեմն չեն կարող լինի սրանք։ Սիրելի հայ ազգ, սիրելի բարեկամներ, ձեր ցավը տանեմ։ Պետք է գնալ ընտրատարածքներ, պետք է անել ընտրություն։ Ընտրել, որպիսի չպարտվել, ընտրել, որպիսի չդավաճանվել, ընտրել, որպիսի չնսրմացվել, ընտրել, որպիսի չոչնչացվել, ընտրությունն է քոնն է, վճռական խոսքը ձերն է, սիրելի հայ ազգ։ Իսկ որպիսի դուք ավելի լավ իմանաք, թե ինչու եմ ես այդքան վստահ, որ իրենք ավարտված են, Սուրեն Պապիկյանը գնացել էր Տաշիր եւ տեսեք տաշիրցիները ինչպես են դիմավորել նրան։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Շիծա, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հիմա դուք հանցագործություն եք կատարում։ Այս պահին դուք կատարում եք քրեորեն բաժելի արար։ Հարգելի ոստիկաններ, կարգի հրավիրեք կարգազարդ խուլիգանների։ Բացեք ճանապարհը։ Ճանապարհը բացեք։ Այսօրվա զգուշացումս լավ չհասկացա։ Ճանապարհ։ Նիկոլ, վարշապետ, Նիկոլ, հելեքշի, շիծա, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հիմա դուք հանցագործություն եք կատարում, այս պահին դուք կատարում եք քրեորեն բաժելի արար, հարգելի ոստիկաններ, կարգի հրավիրեք կարգազարդ խուլիգանների, բացեք ճանապարհը։ Ճանապարհը բացեք, հետևից, պիկապի հետևից, սիրում ենք բոլորից, սիրում ենք, շատ ենք սիրում, մենք քաղաքական դասը կտանք ձեզ ցույցում տվողների։ Մեր հետևից, Նիկոլ, վարչապետ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ Սերժ Քոչարյանական մնացուկները հունիսի 7-ին պիտի մաքրվեն Հայաստանից։ Ես հասկանում եմ, որ դուք մեղավոր չեք։ Ես հասկանում եմ, որ ձեզ ստիպում են։ Ձեզ էլ կազատագրենք հունիսի 7-ին։ Խոստանում եմ։
Տեսակ սիրելի բարեկամներ, բայց հարցը դրանում չի, որ այնտեղ տաշիրցիները այդպես դիմավորեցին, դա այնտեղից է Սամվել Կարապետյան, հա խնդիրը դրանում չէ։ Սիրելի իմ հայազգ, խնդիրը նրանում է, որ իրենք իրոք ավարտված են, բայց այնտեղ այդ պատմությունը լինելուց հետո եղել են բազմաթիվ կալանավորված մարդիկ։ Եվ դա ինչ է նշանակում, որ վախեցած իշխանությունը գնում է արդեն տերորի հպարտ քաղաքացու։ Նիկոլ Փաշինյան, ինչու է կալանավորում մարդկանց, դա էլ իրենց տեսակետն է։ Հետո խոսում եք դեմոկրատիայից։ Չկա, Նիկոլ ջան, ձեր ԿՊ-ն, քանդիր պետությունը, ինչ որ քանդեց, արդեն քանդեց։ Բայց հիմա որպեսզի շատ ձեր զոմբի մասաները չասեն, որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը թելն է թելում ուժեղ Հայաստանի, քանի որ ես ասեմ մեկ անգամ եւս, մենք բոյկոտել ենք այս ընտրությունները եւ այս կապիկ շոուին չենք մասնակցում։ Բայց ես էլ խոմ Երևանի քաղաքացին ասում, խնդրեմ, սիրելի բարեկամներ, տեսնենք այս տեսահոլովակը։ Բարև ձեզ։ Լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ձեզ տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ում ուզում եք տեսնել։ Անհաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Մարդը իրեն լավ է զգում այնքան ժամանակ, մինչև չի տեսնում ձեր երեսը։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյան։ Տեսնում եք, սիրելի բարեկամներ, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ լինելու լավ։ Այս իշխանությունները սպառված են, այս իշխանությունները գնում են ժողովրդական դատարան։ Այնուհետև գնում են քարի հանք։ Աղջիկները Մասիսի գործարանը քասեցնենք, վերակառուցենք, գնում են կոշիկ կարելու, իսկ տղաները, կերած խմած կլուբնիկով զակուսկի արածները գնում են քարի հանք, քար կնդրելու, որովհետև քար կդրելով նրանք օգուտ են տալու Հայաստանի Հանրապետությանը։ Մենք պետք է վերակառուցենք Հայաստանի Հանրապետությունը։ Այսքանը, սիրելի բարեկամներ, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայազգս, կեցե հայկական սփյուռքս, կեցե ջավախահայությունս, կեցե արցախահայությունս, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արցախցիս վերադառնալու է Արցախ, Տեր է կանգնելու իրեն եկեղեցիներին, իրեն շիրիմներին, Արցախ, նի կակոյ, նի Ղարաբաղ, կեցե հայկական առաքելական սուրբ եկեղեցին, կեցե Մասիս լեռս, կեցե Սևանա լիճս, կեցեք դուք ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, լավ եղեք, ամեն ինչ պետք է լինի երազանց, դուք պետք է ունենաք հիանալի ծերություն, դուք պետք է վստահ լինեք վաղվա օրվա վրա եւ դուք հիանալու եք ձեր երեխաներով, ձեր թոռնիկներով, ձեր ծոռնիկներով եւ համարելու եք, որ կյանքը իզուր ապրած չէ։ Լավ եղիր, սիրելի իմ հայ ազգ, հույսով եմ կհանդիպենք այսօր այս կանը, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։